հարցակում գրված դորժիկ ստեղծագործությունը հազարից ավելի լեվելիներ են։ Հասան ունի դիտակցություն և ճակատագիր փոխող մեծ մարդու, գեր մարդու կյանքի ճանապարհ։ Արտուր Գրիգորյանը կա, որպես չափանիշ, սիրելով աշխատելու, չխաբելու, գնահատելու, քո մեջից տեղելու լավագույնը, սիրելով լռելու և աղաղակելու, և հենց սա է, որ կոչվում է ուռ և ամուր հայրենասիրություն։ Արտուր Գրիգորյանը կա այս հողակտորի վրա, որովհետև այս հողակտորը պահպանում է իր ոտնատեղի հետքը։ Լինել բոլորից ու ժամանակից շատ առաջ, որոշել, նախագծել, ձեռնարկել ու անել իրականացնել, լինել էստրադայի կնքահայր, միշտ լինել լույսերի, ձայնային ձևավորումների, շքեղության, մասկարադի, դիմակահանդեսի մեջ ու զգեստապահարանում ունենալ ընդամենը 3 կոստյում, 2 զույգ ու մի խաչ պարանոցին։ Այն նա է Արտուր Գրիգորյանը։ Բայց նա հարուստ էր, շատ հարուստ, որովհետև ամեն անգամ նա հարստանում էր գիտելիք, ուժ ու տաղանդ փոխանցելով։ Լինելով ժողովրդական արտիստ, ունենալով բոլոր հնարավոր և անհնարի կոչումները և մեդալները, ինքը պարզ ու հասարակ մարդ էր, ով կարող էր դեկտեմբերի 31-ին մրցանակաբաշխության ճանապարհին կանանել մեքենան, դուրս գալ պեմական կոստյումով և կանգնել նարնջի հերթ, որովհետև այդ նարինջը ոչ թե իրեն, այլ մեկ ուրիշի ամանորի սեղանի համար էր պետք։ Եվ նա ասում էր, ինձ շնորհակալություն մի ասեք։ Շնորհակալությունը, լավությունը դա մի բան է, որը պիտի արվի։ Դա օրինաչափ է։ Դա մի բան է, որ պիտի անպայման լինի, բայց ինչպես միշտ այսօր ես կխախտեմ քո ասածը ու կասեմ, շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար։ Հայկարունները, որտեղ գալու են, հայկարունները, որտեղ ապրեցնելու են ձեր երաժշտության ներքո։ Եվ այսօր Ես